Ինձ դիմեց մի ծանոթ, ասես կանչել եմ քննչական, ասես ինչ է։ Պատմեց, ասես մի տղու հետ հանդիպում էի, կյանքի բերումով որոշել ենք մեր կյանք իրար հետ դասավորենք։ Քննչականի զանգել են, բա ձեր վրա խարդախություն գործ է հարուցված։ Դիմող էս տղեն է։ Ասի վերկած գնացինք։ Այնտեղ ես մարդը ըստ էության այդ փաստաբանական բուն իմաստով վստահող չի։ Հին ծանոթ է, հին ընկերակարակից, կին է։ Գնացինք։ Բարեզես, քննեցին ինչա պատահել, բայց ես ինչա դիմել է, որ խարդախություն է եղել։ Ասինքն ինչ խարդախություն է եղել։ Բա ինքը գումարները ծախսել էս կնոջ վրա, ամուսնության նպատակով, այս կինը հրաժարվել է ամուսնանալուց։ Անկես սկզբից զարմացա, ասի ինչ է եղել, բա փողա ծախսել աղջկա վրա, վերջում հրաժարվել է ամուսնանալուց։ Քննիչն էլ էլի աղջիկա, չգիտեմ աղջիկա կին է, իքական քննիչ է։ Ասում բայց դրա խարդախություն է, որ։ Զարմացած եմ, ականջներից չեմ հավատում։ Հա, ասես մենք խարդախությունով գործ ենք քննում։ Ու հաղթշեղա տան, շատ լուրջ, համակարգ դեմքով հաղթշեղա տանից։ Իսկ ինչու եք այդ փողը վերցրել, ես մտավես վերցրեցի, քանի անգամ ասեց շատ, ասեց փող չէ, ասեց փող, նվերներ, սումկա, դուխի, կողքից հուշում եմ ասեմ, բա որ տղամարդը կնոջը այդ կուլտուրական բառը կապում է, լավ իմաստով, լավ ցանկություն։ Ամուսնության առաջարկա, թե ընկերության առաջարկա կապ չունի, բայց ինչ պետք է անի, պետք է նվերներ անի, բաներ անի, ասի խնդիրը ո՞րն է։ Ով է խաբվել։ Հասարակությունը վերջոցով ասի շրջում ասի իրոք զարմացած։ Ասի փաստորեն քննչականը սրանով է զբաղվում, հա։ Փաստորեն զբաղվում է։